հատկապես համացանցում, որ բենզինի մեջ ադրբեջանական կավարի մեծ քանակ կա։ Ստուգել եք արդյոք, չեք ստուգել, կամ ստուգել չեք հայտնաբերել, կամ նաև ստուգել եք, թե այդ 430 գրամով վաճառվող բենզինը արդյոք թե ռիսկավորում չի լինում դրա համար ունի հայտնվեց, թե չէ։ Տեսեք, տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու դեպքում որևիցե գործառույթ չի իրականացնում, այսինքն տեսչական մարմնի ֆունկցիաները սկսվում են այն պահին, երբ բենզալցակայներում սկսվում է վաճառվել տվյալ արտադրանքը, բայց իմ ունեցած տեղեկատվություններով մենք հարցում էինք արել այս թեմայով չափագիտության եւ ստանդարտացման ազգային մարմին, որտեղից որ տեղեկացել ենք, որ այո, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբականակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեղ կանոնակարգին, այսինքն որակական առումով որևիցե խնդիր չի եղել։ Իսկ բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգման ընթացքում տեսչական մարմինը ընդհանրապես տեղեկատվություն չի ունենում, թե բենզալցակայանը կոնկրետ որ երկրից, որ պետությունից է ներմուծել արտադրանքը, այսինքն տեսչական մարմնի աշխատանքն է ապահովել չափագիտական կանոնների եւ նորմերի ապահովումը, մենք ապահովում ենք մեծ հաշվով, մեր համար տարբերություն չկա, թե որ երկրի արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում։ Հետևաբար այդ ինֆորմացիան մենք չունենք, որ բենզալցակայանում վաճառվող բենզինի կամ դիզելային վառելիքի արդյունքում է լինում թե լիցքավորում կամ չի լինում։ Տեսչական մարմինը որպես այդպիսին մենք չենք կարող ասել, թե որ երկրից ներմուծվածն է, բայց ձեր հարցինի պատասխան, որ հենց կոնկրետ Ադրբեջանից ներմուծված բենզինի վերաբերյալ ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմինը մինչեւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը, այսինքն մինչեւ սահմանի հատումը փորձաքննություն իրականացրել է ու տվել է դրական եզրակացություն, այսինքն համապատասխանել է տվյալ վառելիքը ԵԱՏՄ տեղ կանոնակարգի բոլոր պահանջներին։ Իհարկե։ Ինչպես։ Այո, տեղ կանոնակարգի խնդիրներ։ Ինչ խնդիրներ են եղել եւ նախկինում կիրառվող տարածված պրակտիկան, որ ռեգուլյար բենզինը պրեմիումի փոխարեն էին վաճառում։ Սա արդեն չկա շուկայում, թե տեսեք, որպեսզի պատկերացնենք Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ամբողջական պատկերը վառելիքի շուկայում ինչա տեղի ունենում։ Երկու փուլային ստուգում է լինում։ Առաջի փուլը բենզինը եւ դիզելային վառելիքը Հայաստանի Հանրապետությունում ստուգվում է ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից այն պահին, երբ որ հատում է Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այսինքն, երբ մեքենայով բենզինը ներմուծում են Հայաստան, այդ պահին նմուշառում է իրականացվում, փորձաքննություն է անցնում, որից հետո թույլատրվում է խմբականակը ներմուծել Հայաստան կամ չի թույլատրվում։ Երկրորդ փուլը արդեն որպես վերահսկողության գործառույթ իրականացնում է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արդեն վաճառվող կայաններում։ Արդյունքները, որ դեպի դրականն են գնացել այս տարիների ընթացքում ու ընդամենը 9 խախտում է հայտնաբերվել, այդ double check կոչվածի արդյունքում է, որ մենք համ ստուգում ենք փաստացի որպես պետություն սահմանին, համ ստուգվում է բենզալցակայաններում։ Խախտումների բնույթը տարբեր են եղել, հիմնականում վառելիքի մեջ եղել է դիզելային վառելիքի մեջ հայտնաբերվել է ծծումբի թույլատրելի քանակի շեղումներ, այսինքն ավելի բարձր է եղել, բենզինի ոլորտում հիմնական ցուցանիշները եղել են, որ ենթադրենք ավելի թեթև բենզին է եղել, որ պետք է լինի, որը որ կարելի է ասել շատ քիչ է շեղվել թույլատրելի սահմանից։ Այս
կրկնակի ստուգման մեթոդը բավականին լավ արդյունքներ է տվել շուկայում որակական առումով վառելիքի վիճակը կարգավորելու համար։ Այո, իհարկե, տեսեք, տեսչական մարմինը երբ որ գնում է փորձանմուշ վերցնելու, մենք փորձանմուշը վերցնում ենք բենզալեցակայանում, քանի տեսակ ինքը վաճառքի վառելիք ունի, բոլոր տեսակներից 92-ից, 93-ից, 95-ից, դիզելային վառելիքից, ու եթե 95-ը բերում ենք մեր լաբորատորիայում ստուգում ենք, գումարած դրան մի հատ էլ ուղարկում ենք երկրորդ լաբորատորիա ստուգելու, պարզվում է երկու տեղն էլ 95-ը, նշանակում է պրեմիումը, դեռ ասած պրեմիումն է։ Տարվա ընթացքում, երբ որ ցանկություն ունենաք եւ որևիցե կասկածներ ունենաք, որևիցե բենզալեցակայանում ինչ-որ մի բան, խնդրում եմ եկեք, միասին գնանք, փորձանմուշը վերցնենք, բերենք, միասին մեր լաբորատորիայում ստուգենք ու արդյունքները միասին նայենք։ Ես միշտ ասել եմ մեր լրագրող գործընկերներին, որ տեսչական մարմինը իր գործառույթներն բացա, ցանկացած բայ եկեք գնանք միասին նայենք։